Մասնավորապես տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով 26 թվականին նախատեսվում է իրականացնել 17.7 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր։ 21-25 թվականին իրականացվել են 108 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Մասնակցային բյուջետավորումը առաջի անգամ Հայաստանում ներդրվել է 2024 թվականին, որի համար պետական բյուջեով նախատեսվել է 500 միլիոն դրամ 4 համայնքներում ծրագրի պիլոտային իրականացման համար։ Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 8 ծրագիր։ Փորձարկման դրական արդյունքների հիման վրա 25 թվականին գործընթացն ընդլայնվել է, ընդգրկելով 21 համայնք։ Ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է 1 միլիարդ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 39 ծրագիր տարբեր ոլորտներում, այդ թվում հանրային բացօթյա տարածքների բարեկարգում, ժամանց, սպորտ, կրթություն, մշակույթ, ջրագծերի, բնապահպանության և ճանապարհաշինության ուղղություններով։ 26 թվականին պետական բյուջեի նախագծով նախատեսվում է կրկնապատկել ծրագրի ֆինանսավորման ծավալը և համայնքների թիվը։ 2026 թվականին կշարունակվեն բարեփոխումները ջրային ոլորտում, այս ուղղությամբ նախատեսված շուրջ 35 միլիարդ դրամի շրջանակներում։ Ոլորտում իրականացվող բազմաթիվ աշխատանքների արդյունքում կարելի է առանձնացնել ընթացիկ տարում ավարտին հասցվող Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Վեդիի 29 միլիոն մետր խորանարդ ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցումը կբարձրացնի Վեդիի շրջանի շուրջ 3200 հեկտար հողատարածքների ջրապահովման մակարդակը, իսկ ինքնահոս համակարգի անցնելու արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 19 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ինչպես նշեցի, սա մեր հնգամյա ճանապարհի ամփոփիչ բյուջեն է, սակայն այն միաժամանակ նաև հաջորդ կառավարության գործունեության 2 տարիների ուղենիշային բյուջեն է, քանի որ առաջին անգամ բյուջեն ներկայացնում ենք 3 տարվա հորիզոնով, որը պլանավորման մշակույթի հետևողական բարելավման ևս մեկ դրսևորում է։ Այս բյուջեն մարդու մասին է, որպես պետության շարժիչ ուժի, ում աշխատանքի ստեղծարար անսպառ ներուժի և վստահության հիման վրա է կառուցվում մեր ապագան։ Մենք մեծացնում ենք ներդրումները կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և ենթակառուցվածքների ոլորտներում։ Մեր երեխաների դպրոցներն ու մանկապարտեզները, մեր ճանապարհներն ու ջրամատակարարման համակարգերը պետք է լինեն այս բյուջեի ամենատեսանելի արդյունքները։